վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա խտրականություն կանանց նկատմամբ եւ հավելին ասեմ, շատ ավելի վատ, Հայաստանի Հանրապետությունում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում եւ այս այն դեպքերից է, որ մենք էլի ենք առնչվել այս ոլորտին, մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնց շուրջ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունք է ցույց տալ կանանց նկատմամբ, եւ եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում ինչ որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից եւ հոգեբանական ինչ-որ ասպեկտներից, օրինակ, եւ մի մասը անում ենք մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք կանայք ավելի ներգրավեն եւ հաղթարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի է եւ անհանդուրժելի է։ Ես կարծում եմ, որ մենք շատ հատու վճռական եւ անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ եւ հստակ գործիքներ մշակենք կրթությունում, օրինակ կանխարգելման նպատակով, ներքին գործերի նախարարությունում, օրինակ, չգիտեմ, արագ արձագանքման նպատակով եւ այլն։ Սա պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը։